զուտ արժանապատվության տեսակետից չի կարելի թույլ տալ, էլ չեմ ասում Ռուսաստանը ոչ թե չի կատարում բուն իմաստ իր պարտականությունները, հա, այլ Ռուսաստանը դատում է Հայաստանին, այսինքն սենց ասենք էլ, ընդունում է Հայաստանին որպես իր, սենց ասենք, իր անվտանգության, Ռուսաստանի անվտանգության համար մի տերիտորիա եւ բնավ տեղի ժողովրդին, այսինքն մեզ հայերիս կենսագրականը կամ հետագան ընդհանրապես իրան հետաքրքիր չի։ Յուրաքանչյուր պետություն, մանավանդ Ռուսաստանի նման կայսրությունը, հա, իսկ կայսրությունները, գիտեք, չի ավելի դաժան են, քան սորական, ասենք, թշնամին։ Նրանք իրանց շահերից են ինչ անում են։ Հարցը նրանում է, որ Ռուսաստանը, տեսեք, Ադրբեջանին տալիս է հարձակողական հրթիռներ, հա, այն դեպքում, երբ որ նա ամեն օր հայտարարում է, որ պետք է պատերազմ հայտարարի Հայաստանին։ Այս դեպքում ինչ ստրատեգիկ պարտներ Ռուսաստանը մեզ։ Այսինքն պետք է մենք դա գնահատենք։ Ինչ վերաբերվում է սահմանին, հա, թուրքական սահմանին, այ պարոն Ավետիսյանը շատ հստակ ասեց, որ դա ռազմական միավոր չեն տեղակայված այդ սահմանում, հա, դրանք իրանց KGB-ի, ասենք FSB-ի զորքերն են։ Ռուսաստանի կազմում, ասենք, այդ FSB-ի զորքերը, սահմանապահ զորքերը ենթարկվում են KGB-ին, թե ինչ գործառույթներ են կատարում, չգիտեմ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմաններին, շատ ավելի հեշտ մենք կարող ենք դա պաշտպանել։ Եթե մենք հաշվարկենք ամբողջ Նախիջևանի երկայնքով, հա, սահմանը, ամբողջ Արցախի, Տավուշի մարզի, հա, այդ Ադրբեջանի հետ շփման այդ բանը, մենք ենք իրականացնում, մենք ինքնուրույն, ինչ մնում է ընդ մի 130-140 կիլոմետր երկայնքով, այսինքն այդ սահմանը մենք ի վիճակի ենք պահպանելու, ընդ որում, որ Թուրքիան այսօր իրան թույլ չի տա Ադրբեջանի նման, հա, օրական կրակոցներ կամ ռազմատենչ բան, Թուրքիան դեռ խճճված է հայկական հարցի մեջ, ասենք 15 թվականի ցեղասպանության հարցում, ինչ մնաց, որ Թուրքիան որևէ ոտնձգություն կարողանա անի, մանավանդ որ ինքը իր երկրում դեռ քրդական, հա, այդ խնդիրներ ունի ու ոչ միայն քրդական, այն դա ազգեր են, այսինքն ճնշված։ Ես կարծում եմ այնուամենայնիվ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում մեզ ավելի շուտ պատերազմի կբերի Ադրբեջանի հետ, քան կկանխի դա, որովհետև Ռուսաստանի կայսերապաշտ այդ գործողությունները ամբողջությամբ ցույց են տալի հենց դա են ցույց տալի։ Հիմա դուք պատկերացրեք, այսինքն Ռուսաստանը, ես չգիտեմ ինչ կարգի թշնամի ասեմ Ռուսաստանին, հա, ու մենք ստրատեգիկ Ռուսաստանի համար շատ ցավոտ, հա, ասենց մի բան փոխանցենք այլ երկրի։ Ոնց կվերաբերվի Ռուսաստանը մեզ։ Ռուսաստանը, գիտեք, ինչ կա, երբ որ մարդիկ այսօր իրենց աշխատանքով, հա, եկամուտի աղբյուր ունենալով Ռուսաստանի հետ կապված մենք հայեր շատ ունենք, ցավոք սրտի ես մեր հայերը կապված են, հա, այդ բանով չեն տարբերում ռուս ժողովուրդը եւ ռուսական կայսրություն հասկացողությունները։ Ռուսաստանի ժողովուրդը ինքն էլ է հենց Կրեմլի կայսերապաշտ քաղաքականության զոհ։ Հիմա ինչ, եթե մենք ունենք Ֆրանսիայում մոտ կես միլիոն հայություն ապրող, դրանց բարեկամներն էլ Հայաստանում կոչ անեն միանանք Ֆրանսիային։ Թուրքիայում բնակվող մենք էլի համայնք ունենք, հա, դրանց բարեկամները Հայաստանում գոռան միանանք Թուրքիային։ Այսինքն դա անընդունելի է։ Մենք վերջի վերջո պետք է ազգային մտածելակերպ ունենանք Հայաստանի շահերից բխող, հա, որը ի դեպ սովետական շրջանի ժամանակ այդ 70 տարիների ընթացքում մեր ազգի մեջ կաթիլ ուզեցել են սպանեն եւ վերջնականապես չի հաջողվել իրաց։ Ինչ վերաբերվում է վերջի 22 տարվա անկախությանից, հա, այդ հարցով պետք է զբաղվեր անմիջապես իշխանությունները, այսինքն ժողովրդի ոգին բարձրացնելով, ժողովրդին ազգասիրություն, ճիշտ պետականամետ մտածելակերպ զարգացնելով, լինի դա կրթական ոլորտերում, բանակում, ամենուր է։ Սակայն մեր իշխանությունները, ինչպես գիտենք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ես հիմա էլ ես պատուած Սերժ Սարգսյանը, չէ, երեք
նախագահներն էլ զբաղված են եղել ուղղակի քրեա օլիգարխիկ համակարգ ստեղծելով։ Բնավ չմտածելով թե անվտանգության մասին Հայաստանի, թե ասենք հետագա զարգացումների, դա ապացուցում է, որ նրանք բոլորն էլ կամակատար են եղել Կրեմլի կայսերապաշտ իշխանությունների կամակատար, այսինքն այդ սցենարը տրամաբանական ավարտը այսօր դա էր։ Ամբողջ աշխարհը ծիծաղ անգամ Ուկրաինան այն կարծես չստորագրեց Եվրոմիության հետ այդ հարևանություն բանը, բայց այնուամենայնիվ Յանուկովիչը իր ելույթի մեջ ցույց տվեց այդ 50-50 տարբերակը դեռ ժամանակ է պետք որի շուտ բան, բայց Հայաստանը ոնց որ ռուսների գրպանում դրած ու դուք պատկերացեք ում միացանք Ռուսաստան, Կազախստան, Բելարուս 3 դիկտատորական պետության միացանք, այսինքն չմիացանք, ասեմ ձեզ, սենց վեկալեցին դրեցին իրանց գրպանը։ Հապկի վերաբերյալ խնդիրը նրանում է, որ այդ անցողիկ շրջանում, երբ սովետական իշխանությունը փլուզվեց, ստեղծվեցին նոր պետություններ, ճիշտ է, կար Վարշավյան պայմանագիրը, բայց մենք Հայաստանը որպես նորաստեղծ պետություն չէինք մտնում այդ Վարշավյան պայմանագրի մեջ որպես առանձին միավոր, որ Վարշավյան պայմանագրի փլուզումից հետո մենք ինքնուրույն այսինքն մեր բանակով իմանայինք ինչ անենք։ Մենք արդեն հայտնվեցինք ոնց որ ասած խաղից դուրս։ Սա անցողիկ մի շրջան էր, եւ պետք էր երևի, մանավանդ որ մեր ամբողջ բանակի կառուցվածքը հիմնված էր հենց սովետական միության բանակի տրամաբանության վրա։ Դա պետք էր Հայաստանին ընդամենը միայն որպես անցողիկ շրջան, բայց չէ որ կայսերական բանակը այլ նպատակներ ունի եւ այլ գործառույթներ։ Մեր նման փոքր երկիրը ինքնապաշտպանվելու համար լրիվ այլ նպատակներ ու ասենք աշխատելավոր պետք է ունենա բանակը, որի մասին իդեպ պարոն Ավետիսյանը շատ մանրամասն նկարագրեց, թե ինչ է, ինչից հետո։ Ես գտնում եմ, որ հապկը այսօր մեզ չի տալի այն, ինչ որ այդ նույն հապկը տվեց մեր թշնամուն զենք։ Ասում եմ խփիր իմ ստրատեգիկ ընկերոջը։ Փաստորեն է դա ստացվում։